իրան եմ տեսնում որպես ապագա վարչապետ, որ ես ինձ հպարտ կզգամ այդ ժամանակ ասել, որ ես հայ եմ։ Ամեն ինչով եւ ճանաչում եմ իրան դեռ 90-ական թվերից, մի բարերար մարդ, որը մեծատառով մարդ է, որը մեծահոգի, հայ մեծացած։ Նախ սկսենք նրանից, որ նա մեծացել է մանկավարժի ընտանիքում, արդեն Կալինինոյում, Տաշկենտում։ Դա ամեն ինչ է ասում եւ նա հայրենասեր է, դա չի նշանակում, որ ես էլ եմ այդ ժամանակները լքել Հայաստանը, ստիպված լինելը, որտեւ իմ ամուսնուն եւ իմ ընտանիքին եւ չէին թողնում բիզնեսը մալի բիզնեսը զարգացնել։ Մենք ստիպված ենք եղել լքելով, բայց դա չի նշանակում, որ ինքը հայրենասեր չի։ Իսկ պարոն Փաշինյանին ես արդեն ճանաչել եմ դեռ 93 թվականներին, որպես մանկավարժ դասել եմ տվել։ Նիկոլ Փաշինյան։ Այո։ Ինչպիսի աշակերտ էր։ Խոսանք դրա մասին, Ժողովուրդ ջան, 2000 Այո, ճիշտ է, աշակերտ էր։ նա միջին 3 թվանշանի սովետի վաղվա 3-ի Ինչ եք դասավանդել Նիկոլ։ ես համասարանում արդեն ինֆորմացիոնից ռուսերենի մասնագետ եմ ինքս, ռուսաց լեզվի ֆրանսերենի մասնագետ եմ։ Իսկ երկու բառ չէր կարողանում, սկի հայերենը չէր կարողանում կազմեր ինքը, նախադասություններ կազմեր, իսկ 2001 թվին ես աշխատել եմ լիտերատուրնա Արմենիա խմբագրությունում, կարամ փակագծերը բացեմ, այդ ժամանակ ես խմբագրի տեղակալն էի եւ մեզ խնդրեցին մի հոդված գրել, խոսքի անմեղ մարդու համար դարձնել այսպիսի, այսօր Սամվել Կարապետյանի նման։ Մենք բոլորս հրաժարվեցինք մի քանի խմբագրություններ, իսկ նա դեռ սկսնակ էր։ Իսկ դա դեռ սկսնակ էր այդ ժամանակ։ Շատ սիրուն գտան իրան եւ բան չունեմ ասելու, հիմա թող ինձ տանեն ստեղից են, բայց մարդը $800 վերցրեց, առաջարկեցին իրան, այդ օրվանից հետո ես իրան որպես ժուրնալիստ, я чем не признаю, այդ օրվանից ինքը ծախվեց միջև առ այսօրս։ Եվ մի մարդ, ես իրան շատ լավ գիտեմ, որտեղ աշխատել եմ փակbaşիներում, էլ չեմ ուզում հիմա արդեն շատ բացահայտվեմ։ Երկուսին է շատ լավ ճանաչում եմ, եւ Սամվել Կարապետյանին, ընտանիքով, կնոջով, ամեն ինչով մենք նաեւ Թիֆլիսի հայեր ենք մամայից կողմից։ Բայց որ ճանաչում եմ բոլորին Փաշինյանին շատ վատ։ Ես իր մայրիկին եմ ճանաչել, մենք իրան շատ լավ ճանաչել ենք։ Դեռ որ Լևոն Պետրոսյանի ժամանակ ես որպես կարեկտոր էի աշխատում այդ փակbaşնում, այդտեղից ես դեռ ասում են, որ իրենք չլինեն կամ ես չլինեմ, այս եկողն հաջորդ եկողները պատերազմ են բերել։ Ոչ, այդ դրա հետ աշխատանք չեք ունենալու լրագրողներին էլ։ Դա միայն թույլ մարդը կարող է խոսել դրա մասին։ Դա մենակ վախեցողը թույլ է անգրագետ։ Մի մարդ, որը չի կարողանում ներկայացնի երկիրը, մի մարդ, որ չի կարողանում ռուսերեն էլի ասեմ, ներկայացնի մեր երկիրը եւ գենոցիդը, որ այսօրվա դրությամբ ես դրան երբեք չեմ ների այդ բանը, որ քանդում է եկեղեցիները միանշանակ եւ Ծիծեռնակաբերդի չգիտես ինչի համալիրը 100 տարի մենք ոչ մի կարիք չունենք, հանգարցակի այդ կարիքը ունեցանք։ Եվ այսօրվա դրությամբ չգիտես ինչի մենք շատ լավ պարզ գիտենք, այո, պարզ չի, ներողություն, եկեք նախարար, Ավակյան նայր։ Բարև ձեզ հարգելիներս, այո, բարև ձեզ հարգելիներս, Կարապետյան Սամվելը մեծատարով, մեծահոգի հզոր մարդ է, նրա նման մարդիկ հայ ազգին շատ են պետք, ինչի համար է բռնե փակելակիչ չի մի հատ էլ բոմբժա անվանում, ինչի այդպիսի մարդկանց բոմժ համարելը իրավունք չկա, շատ է որ ինքը քաղաքապետ է, շատ է որ ինքը քաղաքի Եթե քաղաքապետը ներ կարգին, այս հայ ազգին չէր կայնացնի կործանման կետին, ինքը այս 6 տարվա մեջ 4 հատ կռիվ ա բերել, հայ ազգին կայնացել է կործանման կետին, ինքը որ պետք է այդ հողերը տար, ինչի սարքեց այդքան պատերազմ, այդքան ջահելի գլուխ կերավ, ինչի համար որ պետք է հայ ազգին սարքեր կործանման կետին, այդքան հայ ազգին պարկացներ ջահելներին, հիմի սաղ աղջիկները մնացել են, ազգը կործանեց չի կարա ազգը բարեվաճի, որովհետև տղամարդ չկա, որ որտեղից պետք է ծնունդը լինի։ Կարապետյան Սամվելը մեծահոգի, մեծատարով մարդ է,
Սաղ կառույցները իր ձեռքերով, իր հունարով, 90-ական թվականներին ինքը կայնած ա եղել հայ ազգի կողքին, ինքը միշտ էլ օգնել ա, ինքը բարերար ա, որ քաղաքը մտնում է լրիվ իր շինարարություններն ա, բոլորը լրիվ իրան հարգում են որպես քաղաքացի, որպես մեծահոգի մարդ, բայց Փաշինյանը ինչ ա արել, ինչա, ոչ մի բան չի արել, խաղաղությունը, ինքը որ ասում ա խաղաղություն, ինքը անում ա ճիշտ հակառակը, ինքը, այո, ինքը որ ասում ա խաղաղություն, ինքը անում ա ճիշտ հակառակը, 4 տարվա մեջ, 6 տարվա մեջ 4 հատ կռիվ ա վերել, ինքը ասում ա, եթե ես չլնեմ սեկտեմբերից, ինչի ա շեշտում սեկտեմբերից, որ կռիվ կլինի, մեծ պատերազմ կլինի, ես իմ քրոջ հետ խոսում եմ, ինքը ասում ա, ես վախենում եմ, մտել են հիմնարկ, ասել են, եթե չպասպանես Փաշինյանին, դուք դիակ եք, ինչի, բոլորի վախի մեջ ա պահում, չեմ շեշտի, բոլորը գիտեն, որ ինքը վախենում ա, այո, ինքը վախենում ա, բոլորին վախի մեջ ա պահում, բոլորը վախենում են իրանից, Կարապետյան Սամվելը պարզ, հզոր մարդ է, որը կայնած է հայ ազգի կողքին, որը օգնում է միշտ հայերին, բայց ինքը ինչ արել, այս 6 տարվա մեջ ինչ արել, ոչ մի լավ բան չի արել։ Թոշակներն է բարձրացրել, ասֆալտ է արել։ Ոչ, թոշակները ասում ա, որ կբարձրացնեմ, հիմա ինքը գիտի ինչ անում, հիմա է ուզում բարձրացնի, որ ժողովուրդ իրան ընտրեն, բայց իրան ոչ մեկը չի ընտրի, ով ընտրելա փոշմանելա, որովհետև ինքը ընտրելու մարդ չի, ինքը հեծանիվից հել է Սամայլոտի վրա ու մարդկանց ձեռա, մատների արանքով է նայում մարդկանց։ Այո, ինքը վախկոտ է, ինքը ոչ թե մենակ անունից ա վախենում, իր նկարներից ա վախենում, հաղորդում է հանեք նկարները, հանեք իր անունը, հիմա է վախենում անունից, ինչի համար, որովհետև ինքը շատ մարդու գլուխ ա կերել վախից, ինքը չգիտի ինչ անի, ինքը վախից չի կարող իր գլուխը դնի բարձին, սրտիկներ ա ուղարկում, նշաններ ա սարքել, հայ ազգի հողը տվեց իր ազգին, ես գիտեմ, որ ինքը հայ չի, իր ազգին փոքրած սարքեց մի փոքր նշան, որ այդ բրոշկին տեղավորվի իր դոշին, չի ամաչում քաղաքներով ֆռում ա, գյուղերով ֆռում ա, նշաններն ա բաժանում, այդ բրոշկերն ա բաժանում, դրանցով ա մարդ սրտիկներ անում, բա լուրջ տղամարդը սրտիկ կանի, առավոտը շուտ սրտիկներով ա մարդկանց բարևում, լուրջ տղամարդը սրտիկներ չի ուղարկի, այ լուրջ տղամարդը ես տեսնում եմ Կարապետյան Սամվելին, մեծահոգի մեծատարով հզոր մարդ ա։ Այո, ավելացնելու բանն եք, բայց մի փոքր էլ առաջ եք։ Ես ավելացնեմ այն, որ ես 2019 թվականից իր պատճառով ես մնացի անզուրկ մանկավարժ, քանի որ ինձ կանչեցին 10 ժամին, երբ որ ինքը ընդունվեց, ինձ կանչեցին, ես ունեի ընդամենը 30 ժամ, դասավանդում էի ռուսերեն եւ ֆրանսերեն, եւ ինձ հանգարցակի կանչում են 10 ժամին եւ ասում են Կարպիսովնա պետք է ներկայանաս տնօրենի մոտ քննության, անսպասելի ձևով։ Խնդիր չկա, ես մոտիկանում եմ, քննությունել հանձնեցիք բան, բայց ինձ ցենց արեցին, կներեք, но мы не можем вас. Вы хороший педагог, но увы. Ընդունեցին ջայլ աղջիկ, Իջևանը գրած, դիզայն կուլտուրա ավարտած ֆակուլտետը եւ այնտեղ անգամ город Իջևան, по-русски написано с маленькой буквы. Էլ ոչինչ չեմ ասում։ Այդքանը, որ այսօր ես իր պատճառով չեմ կարողանում էլ ոչ մի դպրոց մտնեմ, քանի որ կա շարքը չվերացավ, դուրս գալուց ժողովուրդ ջան ամիջապես ասել եմ ոչինչ չփոխվեց, երբ որ բոլոր մեր օտար լեզվի ֆակուլտետը ինձ սպասում էր եւ ասեցի ոչինչ չի փոխվել, երբ որ ինձ կանչեցին հաջորդ դպրոցները եւ ասեցին $2500 կտաս, մինչեւ $5000 խնդրեմ կնստես ու շուշուի կամ տնօրեն, քանի որ ունեի եւ տնօրենության հավաստագիր։ Այսքանը կարամ ասեմ, որ սարսափելի է, ես բան չեմ ասում։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ Մեդիա AM կայքում։